Sportcast։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է։ Այսօր ի վերջո անդրադառնում ենք թենիսին, ազնվական այս մարզաձևին։ Իմ հյուրն է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Կարամանուկյան։ Ողջունում եմ ձեզ։ Ի վերջո թենիսին կրկնվում եմ այս նախագծի ձևաչափում անդրադառնում ենք, դե առաջին անդրադարձը իհարկե պետք է այսպես մի քիչ մասշտաբային լինի, նամանավանդ օգտվելով այն առիթից, որ դուք եք իմ հյուրը, պետք է խոսենք, թե նախ ֆեդերացիան ինչով է զբաղվել, թենիսի զարգացումը Հայաստանում ինչ մակարդակում է այժմ, ինչ անելիք կա եւ ինչ է ծրագրավորվում, այս բոլոր հարցերին հատ առ հատ պետք է անդրադառնանք։ Գևորգ, սկսենք հավանաբար նախ փորձենք փոքրինչ անդրադառնալ նաև անցյալին թենիսի Հայաստանում, նոր անկախ Հայաստանի թենիսի մասին է իհարկե խոսքը։ Մենք իհարկե մեր ռադիոընկերները, ովքեր որ այն սպորտասերները, ովքեր որ հետաքրված են թենիսով, իհարկե հիշում են, որ մենք ունեցել ենք ուժեղ թենիսիստներ, ովքեր նաև միջազգային ասպարեզում լավ արդյունքների են հասել, լավագույնը այդ, որքան ու ես հիշում եմ, դուք ինձ կարող եք ուղղել, Սարգիս Սարգսյանն էր, որը 2000-ականներին, եթե չեմ սխալվում, 90-ականներին, 2000-ականներին իր կարիերան այդ ժամանակահատվածում էր, նույնիսկ ATP մակարդակի մրցաշարի հաղթող է նա, տիտղոս ունի, Սարգիս Սարգսյանն էր, կային այլոք նաև, թենիսը բավական հետաքրությամբ Հայաստանում զարգացել է, նաև իհարկե խորհրդային տարիներին կորտեր էին կառուցվում տարբեր կետերում, Երևանի նույնպես, մարզերում նույնպես, եւ այդ ժառանգությունը մենք խորհրդային տարիներից ստացել ենք։ Ինչ կարող ենք ասել, անցյալը ինչպիսին էր Հայաստանում թենիսի եւ ինչպիսին է մոտավորապես ինչպես կգնահատենք ներկան։ Բարի, ուրեմն Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան ինքը ստեղծվել է 93 թվականին որպես անկախ ֆեդերացիա ՀԿ եւ իր գործողությունը արդեն ինքը սկսեց ռազմածավալ արդեն անել։ Ճիշտ նշեցիք, Սարգիս Սարգսյանը եղել է մեր տղամարդկանց լավագույն արդյունքն է ունեցել, եղել է top 40-ը աշխարհի եւ ինքը պրոմոտել էր, սկսեց խաղալ 95 թվականից։ Մի քիչ ավել ասեմ Սարգիսի մասին, ուրեմն Սարգիսը ինքը ընդունվել էր Արիզոնայի State համալսարանը եւ շատ լավ հանդես էր եկել համալսարանից եւ հաղթել էին NCAA National College Association-ի չեմպիոնատը։ Եվ պատմության մեջ դա միջևի Սարգիսի այդ ամիջ տվյալները համալսարանում կա, Arizona State համալսարանում, եւ իրան տվել էին wild card, դա ռուսերեն ասում է свободная карта, որ ինքը հանդես գա US Open-ում։ Եվ US Open-ում ինքը շատ լավ հանդես եկավ, երկու շրջանում ինքը հաղթեց եւ վաստակեց իր պրոֆեսիոնալի միավորներ եւ Սարգիսի կարիերան արդեն դրանից հետո գնաց վերև։ Նաեւ ունեցել ենք Այդա Խալատյան, ունեցել ենք Կարինե Գուրեխյան եւ մի շարք այլ խաղացողներ, ովքեր բարձր մեր պատիվը, մեր Հայաստանի թենիսի պատիվը բարձրային բան միջազգային հարթակներում։ Այո, դուք որքան ես հասկանում եմ երկար ժամանակ եք արդեն զբաղվում թենիսով, նաև օֆիցիալ մակարդակում, թենիսի ֆեդերացիայում եք, այդ անցյալը դուք ձեր աչքով եք տեսել։ Հիմա ներկան, ինչպես է գնահատում ներկան, մենք գիտենք նաև որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում, ղեկավարությունն է փոխվել, նոր ծրագրերով է եկել, ինչ նոր գաղափարներ պետք է իրագործվի։ Այո, փետրվար ամսին մենք ունեցել ենք ֆեդերացիայի արտահերտ ընտրություն եւ ընտրվել է նախագահ Վարդան Զաքարյանը։ Նա սպորտային ընտանիքից է, մենք բոլորս գիտենք, որ նա Իշխան Զաքարյանի որդին է եւ երկար տարիներ Իշխան Զաքարյանը կառավարել է մեր պետական կառույցները, սպորտ կոմիտեն եւ այլ կառույցներ, ուզում ասեմ Վարդան ունի փորձ սպորտային ընտանիքից է, նաեւ մենեջմենտի փորձ ունի, մենեջմենտի փորձ ունի եւ շատ է սիրում սպորտը, հատկապես թենիսը եւ մենք Վարդան Զաքարյանի հետ միասին ծրագրավորում ենք, շատ ծրագրեր ունենք, շատ հետաքրքիր, առաջիկա
ժամանակ, հիմա չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց դեպի թենիսի զարգացման ունենք ահագին պրոյեկտներ, որը աշխատում ենք այդ պրոյեկտների վրով։ Մի բան էլ ավելին ասեմ, հուլիս ամսին Վարդան Զաքարյանը եւ ես մեկնեցինք Wimbledon հրավերքով, ունեցել ենք մի շարք հանդիպումներ, հատկապես նախագահան հանդիպելը միջազգային թենիսի ֆեդերացիայի նախագահի Դեյվ Խագերցի հետ, Եվրոպայի թենիսի ասոցիացիայի նախագահի Հենրիկ Պիտերսոնի հետ եւ մի շարք այլ ֆեդերացիաների նախագահների հետ։ Ինչ է դա տալիս առարկայորեն, Գևորգ, եկեք դրա մասին էլ խոսենք։ Մենք օրինակ կարող ենք զուգահեռներ տանել ֆուտբոլի հետ, երբ որ ֆուտբոլի ֆեդերացիան իհարկե նաև մտնում է մեծ ընտանիքի մեջ երկու ընտանիքների, թե UEFA-ի, համաեվրոպական կառույցի, թե համաշխարհային կառույցի FIFA-ի, այնտեղից իհարկե մեծ ծրագրեր ունեն թե FIFA-ն, թե UEFA-ն, օրինակ տարբեր երկրների ֆուտբոլի զարգացման, երիտասարդական, պատանեկան նույնիսկ մակարդակում, ենթակառուցվածքների կառուցման, այսինքն իրանք ներդրումներ են կատարում նաև մեծ թվով։ Եվ այստեղ թենիսի մակարդակում, եթե այդ զուգահեռը տարա, թենիսում ինչ է արվում, եթե այդ հանդիպումները իրականացվում են, ապա դա առարկայորեն, այսպես ասեմ, ինչ դիվիդենդ է մեզ տալիս։ Պարզ ասեմ, ուրեմն թենիսի Եվրոպայի ասոցիացիան նա հանդես է գալիս որպես միջազգային թենիսի ֆեդերացիայի մասնիկ, ասենց ասեմ, հա, բաժանում մի քանի ռեգիոնալնի ֆեդերացիաների եւ հիմնականում թենիս Եվրոպան, ասենց են ասում թենիս Եվրոպան, իրանց ռազմավարությունը զարգացնել պատանեկան թենիսն է հիմնականում եւ դա թույլ է տալիս նույն ձևի ազգային ֆեդերացիաներին թենիսի, որպեսզի մրցաշարեր անցկացնեն իրենց երկրում եւ ինչու՞ չէ, ասենք ուղարկեն նույն ձևի գործ ուղղել մեր մարզիկներին, լավագույն պատանի մարզիկներին միջազգային եվրոպական թիմային եւ անհատական առաջնություններում եւ նաեւ ձևի նաեւ հավաքների ձևով մասնակցությունը, որը հիմնականում ոնց որ ես նշեցի, դա ռազմավարությունը, դա պատանեկան թենիսի զարգացումն է։ Ինչ որ կապված է ITF, то есть միջազգային թենիսի ֆեդերացիան, իրանց ավելի գլոբալ է, то есть բացի պատանեկան, այլ նույն ձևի պրոֆեսիոնալ թենիսիստների նույն ձևի մրցաշարեր անցկացնել եւ զարգացնել պատանեկան եւ պրոֆեսիոնալ թենիսը։ Նոր դրանից ոնց որ մենք նրանք տալիս են ավելի շատ տալիս են ուրեմն կադրեր, ասենց ասեմ, հա, մենք պատրաստում ենք ազգային ֆեդերացիաներով թենիսի Եվրոպայի եւ ITF պատրաստում ենք պատանիներ, ովքեր հետագայում արդեն իրանց հանդես են գալիս ATP եւ WTA արդեն պրոֆեսիոնալ մակարդակով մրցումներում։ Ես որքան հասկանում եմ, նաև Եվրոպայի այդ ընդհանուր ասոցիացիան, որը դուք նշում եք, ինքը, այսինքն եթե մրցաշարեր անցկացնում եք Երևանում լինի այդ մրցաշարը թե մարզերում Հայաստանի, նաև իրենց հովանու ներքո են, ճիշտ եմ հասկացել։ Իհարկե, դա եթե ասենք թենիս Եվրոպան անցկացնում է թույլ է տալիս անցկացնել եվրոպական մրցաշարեր, դա ռեյտինգովի մրցաշարեր, հա, վարկանիշային անպայման եւ թույլ է տալիս բարձր կա ինչ որ սահմանափակում քանակային, որ նկատի ունեք մասնակցության սահմանափակում, մենք խոսում ենք մրցաշարերի քանակի մասին, որ թույլ է տալիս ազգային ֆեդերացիաները անցկացնել իրենց երկրում, որպեսզի ինչ որ հավասար պայմաններ լինի բոլոր ազգային ֆեդերացիաների համար։ Իդեպ ես նշեմ, որ մենք երբ միակ բոլոր մարզաձևերի Հայաստանի մարզաձևերի ֆեդերացիանից մեկն ենք, որ անցկացնում ենք ամենամեծ քանակով միջազգային վարկանիշային մրցաշարեր Հայաստանում։ Դա պատանիների, երիտասարդների մակարդակում անցկացնում ենք բոլոր տարիքային, այո, մինչև 12 տարեկան, մինչև 14, մինչև 16, մինչև 18 եւ պրոֆեսիոնալ մրցաշարեր։ Իդեպ նշեմ, որ անցյալ տարի մենք Վարդան Զաքարյանի շնորհիվ գլխավորությամբ եւ հովանավորության ներքո մենք անցկացրեցինք պրոֆեսիոնալ մրցաշարեր 2 հատ տղամարդկանց եւ 2 հատ կանանց։ Յուրաքանչյուրը անմեկը $15,000 պրիզավոր ֆոնդով։
Դա փոքր գումար չի, իհարկե եթե նայում ենք դա սենց ասեմ Հայաստանի պրոֆեսիոնալ մակարդակի եթե մենք վերցնում ենք, դա ոնց որ սկսնակ մրցաշարերն են պրոֆեսիոնալ, իսկ հետագայում արդեն կարող ենք ավելացնել եւ ասենք ավելի բարձր մակարդակի մրցաշարեր անցկացնել Հայաստանում։ Դուք մոտավոր այսպես շատ կարճ նկարագրեցիք ներկան Հայաստանում թենիսի։ Ես որքան հասկանում եմ այդ կապերը, որոնք ստեղծում եք դուք եւ Վարդան Զաքարյանը, ձեր ամբողջական թիմը արտերկրի հետ, այսինքն այդպիսի մեծ կառույցների, թե եվրոպական կառույցների, թե այլ երկրների, հավանաբար առաջ եմ ընկնում դուք դրա մասին խոսեք, այլ երկրների ազգային ֆեդերացիաների հետ իհարկե վստահ եմ, որ կապեր ստեղծված են, այդ կապերի շնորհիվ դուք նայում եք ապագա։ Իհարկե, առանց կապերի ապագա չի կարա լինի ոչ մի ազգային ֆեդերացիաներում մենք շատ լավ հարաբերություն ունենք մեր հարևան երկրների հետ եւ ինչու՞ չէ ոչ միայն հարևան, այլ ինչ որ եվրոպական երկրների հետ համատեղ համագործակցում ենք տարբեր պրոյեկտներով, մասնակցում ենք ինչ որ հավաքների միասին, որպեսզի մեր երեխաները ընդհանուր եւ մեր հայ մարզիկները եւ եվրոպացի մարզիկները իր այդ շփվեն եւ ինչու՞ չէ լավացնեն իրենց մարզական որակը եւ նաեւ նույն ձևի կա մարզչական կոնֆերենցիաներ, որ կազմակերպում են Եվրոպայի կամ ICF-ի կողմից, որտեղ մեր մարզիչները նույն ձևի մեկնում են, ասենք, այդ կոնֆերանսին մասնակցում են եւ փորձի փոխանակում են ունենում եւ ինչու՞ չէ դա կզարգանում է դա թենիսը։ Երիտասարդներին եք հիմնական ուղարկում երիտասարդ մարզիչների, այսինքն նոր սերնդին մարզիչների։ Մենք շեշտը դնում ենք այո նոր սերնդի վրա, որտեղ մեր սերունդն է մեր ապագան, բարձ ասեմ, եւ նույն մարզաձևերի մեջ, sense եթե մարզիկը ինքը զարգանում աճելով, նույն ձևի մարզիչը մարզիկի հետ է զարգանում, sense ասեմ, ինքը պետք է նույն ձևի փոխանակի իր փորձը, նույն ձևի ինքը շփվի, տեսնի, սովորի, то есть անդադ սովորելու process-ը եւ մարզիկների համար եւ մարզիչների համար։ Գևորգ, անդրադառնանք նաեւ ենթակառուցվածքներին 1-2 հարցով։ Տեսեք, եթե խոսքը գնում է մարզադպրոցների, որոնք որ ժառանգվել են արդեն խորհրդային միության փլուզումից հետո, նորանկախ Հայաստանին կային մարզադպրոցներ, կային թե Կիլիկիայի մարզադպրոցը, թե Արարատ ակումբը, որ մինչև հիմա գործում է, այլ ակումբներ, նաև մարզերում կային ենթակառուցվածքներ, կորտեր թենիսի։ Հիմա գերակշիռ մասը, որ դուք ինձ ուղեք, գերակշիռ մասը, որքան հասկանում եմ, անցել է մասնավոր ոլորտին, այսինքն սեփականաշնորհվել են, մասնավոր ոլորտն է իհարկե դրանով զբաղվում, բայց ներդրումներ ես տեսնում մենք քանի տարի է, արդեն որերորդ տասնամյակ է տեսնում ենք ներդրումները արվում են, այսինքն չեն քանդվում այդ կորտերը։ Ներդրողը գալիս է մի բան էլ ավելացնում է։ Այո, անկախությունից հետո սպորտային պետական բազաները սեփականաշնորհվել էր, բայց դրա մեջ կա նույն ձևի համաձայնում դրական կա, որտեղ ասենք եթե մասնավոր սեկտոր արդեն դառնում եւ սեփականատերը սկսում են ներդրում դնել, որովհետեւ դպրոցները շատ վատ վիճակում էին, բարձ ասեմ, եւ պետք էր ինչ որ մարդիկ, ովքեր կարողանան դա բարելավել, սարքել լավ պայմաններ, որպեսզի մարզիկները կարողանան մարզվել միջազգային ստանդարտների համապատասխանող կորտերում։ Եվ դա արվել է։ Երկհաղ Երևանում մենք դեռ ունենք մարզադպրոցներ, որտեղ թենիսը ընդգրկված է, կարող եմ նշել Շենգավիթի մարզադպրոցը, որտեղ կա 2 թենիսի կորտ, բացօթյա, Գրունտային ծածկով, չէ, հարդկորտը մի քանի տարի առաջ քաղաքապետարանի ջանքերով կառուցվեց 2 հատ կորտ։ Նախկինում կորտ չի եղել Շենգավիթում, բարձ ասեմ, սպորտ դպրոցում։ Կիլիկիայում Փակ դալիճում, այդ Կիլիկիայի կարծեվոր նույն ձևի կա մարզադպրոց, որտեղ ունիվերսալ կորտեր կան եւ բադմինտոնի եւ թենիսի։ Նախկինում էլ ա եղել ընդ թենիսը, բայց շատ վատ վիճակում ա եղել։ Հիմա արդեն լավ պայմաններ է ստեղծվել, որպեսզի արդեն մարզիկները պարապեն լավ պայմաններում եւ դա 2 մարզադպրոց է, որ ես նշեցի, քաղաք Երևանում, մարզերում մենք ունենք Գյումրու սպորտ դպրոցը,
որտեղ կա 4 հատ թենիսի ավազե կորտ, գրունտի կորտ կա, եւ այնտեղ էլ տարվում թենիսի պարապմունքները, ունենք լավ արդյունքներ, ունենք լավ մարզիկներ Գյումրուց։ Իհարկե, ես կարամ նշեմ, որ կա եւ դրական եւ բացական բաներ կա, որտեվ հիմնականում մարզադպրոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի համայնքի կողմից եւ պետության կողմից, որպեսզի կորտերը անդադ կարողանան համապատասխանել միջազգային ստանդարտներին եւ պայմաններ լինի, որպեսզի, ասենք, մարզիկները կարողանան պատրաստվել եւ հետո ինչու՞ չէ խաղալ եւ տեղական եւ միջազգային մրցաշարերում ելույթ ունենալ։ Ենթակառուցվածք ասելով, մենք բոլորս հասկանում ենք, որ խոսքը միայն կորտի մասին չէ, այլ հանդերձարանների եւ մնացածի։ Հանդերձարանի մասին է խոսքը, նույն պայմաններ, այնտեղ կարող է լինի ջիմ, հա, ասես ֆիթնես զալ եւ այլն, դա ամեն ինչը կարևոր է, ինչի համար որ մարզիկը օգտվի եւ կարողանա ինքը իր մարզական վիճակը պահել։ Գևորգ, իսկ ֆեդերացիան այս առումով ինչ անելիք ունի եւ ինչ է արել, այսինքն ֆեդերացիան զուտ կազմակերպիչ է, թե փորձում է նաեւ հովանավորներ գտնել կամ ենթադրենք միջազգային կառույցների հետ այս հարցը բարձրացնել, այնտեղ բարձրացնել, փորձել այնտեղից իրենց միջոցով որոշակի ծրագիրներ իրագործել։ Նայեք, միջազգային կառույցները մենք որ խոսում ենք թենիս Եվրոպայի կամ ITF-ի, հիմնականում նրանք կարող են մեզ նաեւ աջակցել, բարձր սահմանափակ ինչ որ գումար կա, որ կարաս աջակցեն գրանտի ձևով, facility grant-ը կոչվում է դի, հա, ինչ որ կառույցների, ինչ որ ենթակառույցների, կորտերի, չգիտեմ, ինչ որ փոփոխություն, ռեմոնտ կամ ինչ որ sense այլ բաներ, բայց հիմնականում նրանք մեզի օգնում են տեխնիկական հարցերով, ասենք մարզիչների, մրցավարների վերապատրաստում, կամ ինչ որ ասենք նույն ձևի հավաքների, կամ թույլ են տալիս են մեզ իրավունք, մենք մրցաշարերը անցկացնենք մեր երկրում, որպեսզի ասենք մենք են մասսայականացնենք եւ զարգացնենք թենիսը։ Եվ մեր մարզիկները հենց տեղում մասնակցեն այդ միջազգային մրցաշարին եւ ինչ որ ասենք չծախսեն այդ մեծ գումարները, որ նույն մրցաշարերը, որոնք անցկացվում են Եվրոպայում, գնան եւ մասնակցեն։ Դա է, ուզում ասեմ, հիմնականում տեխնիկական հարցերը, որը շատ կարեւոր է զարգացման համար, բայց նույն ձևի մասնավոր սեկտորներ, որ ավելի ակտիվ որ լինում է, դա օգնում է բոլոր մեր մարզաձևերին, ոչ միայն թենիսին, որտեղ նորից եմ ասում, առանց ներդրման չի կարա սպորտը զարգանա, պարզ ասեմ։ Մեր Վարդան Զաքարյանի գլխավորությամբ մեր գլխավոր հիմա նպատակն է, որ ենթակառույցները ավելացնելն է Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն քաղաք Երևանում, այլ մարզերում, ոնց որ դուք գիտեք, Ծաղկաձորի մարզահամալիրը մի քանի տարի առաջ հենց 0-ից կառուցեց 9 հատ բաց կորտ, 4 հատ փակ կորտ եւ այս դրությամբ ինքը համարվում է Հայաստանի ամենամեծ թենիսային կենտրոնը։ Եվ այնտեղ էլ նաև որոշ մրցաշարեր եք անցկացնում։ Մենք անցկացնում հիմնականում խոշոր մրցաշարեր, ոնց որ ես նշեցի, պրոֆեսիոնալ մրցաշարեր ենք անցկացնում տղամարդկանց եւ կանանց, եւ պատանյական մինչեւ 18 տարեկան եւ ինչու՞ չէ, թենիս Եվրոպայի մինչեւ 16 տարեկան եւ ցածր տարիքային խմբերի մրցաշարեր։ Ընդհանուր քանակով պարզ ասեմ ձեզ, կարող եմ ասել, մենք անցկացնում ենք 23 հատ միջազգային պատանյական վարկանիշային մրցաշար, որից 10 մեծ թիվ է, իհարկե մեծ թիվ է, 15 մրցաշար թենիս Եվրոպայի պատանյական խմբերի միջև 12, 14, 16, то есть անգրկելով բոլոր տարիքները, որը թենիս Եվրոպան ունի, հա, իր վարկանիշային բանով, եւ ինչու՞ չէ, ITF-ի պատանյական միջև 18 տարեկան մենք անցկացնում ենք 8 հատ մրցաշար, դա հագին մեծ արդյունք է, որ Հայաստանի թենիսի ֆեդերացիան դա ունեցել է եւ ոնց որ ասենք ռեկորդային արդյունք, բայց մենք չենք սահմանափակում դրա վրա, մեր ցանկությունը ավելացնել միջազգային քանակը Հայաստանում, որպեսզի մեր երեխաները տեղում խաղան միջազգային մասնակցեն եւ վաստակեն միջազգային միավորներ։ Արտերկիր մեկնելու որոշակի բարդություններից ձերբազատում եք մեր պատանիներին։ Ծախսը պահանջում, բարձրად երկիր, բայց նորից եմ ասում, ֆեդերացիան էլ է անում, ես վերջերս էլ մենք գործողեցինք մեր թիմերը եւ թիմային առաջնություններ, օրինակ մինչեւ 18 տարեկան, 14 տարեկան եւ նույն ձևի անհատական առաջնության Եվրոպայի մինչեւ 14, 16 եւ 18, то есть մենք մասնակցում ենք եւ համագործակցում ենք Եվրոպայի թենիսի ֆեդերացիայով գործողել մեր հավաքական թիմերը։
Գևորգ, արդեն քիչ-քիչ անդրադառնանք մեր սպորտասերին, այսպես մարզասերին, որը հետաքրված է թենիսով, իրեն հետաքրող շատ հարցերին, անհատներին վերաբերող։ Մինչ այդ մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հյուրս է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։ Իհարկե, հնչեղ անուններ վերջերս շատ են սկսել շրջանառվել թե լրահոսում, թե նույնիսկ հարցազրույցներում ենք տարբեր հեռուստաընկերությունների մենք տեսնում ենք, որ ամենից հնչեղը այս վերջին ամիսներին իհարկե Էլինա Ավանեսյանի անունն է։ Ինչ է կատարվում Էլինայի շուրջ, այսինքն ինչ որ այս նախորդ շաբաթների ընթացքում որոշակի արտահոսք եղավ, դե Էլինան իր սոցհարթակում նշել էր, թե ինչ որ պատճառով մոտավորապես ինքը մի քանի մրցաշարք բաց կթողի, իհարկե առողջական խնդիրներով պայմանավորված, բայց դա կարծես վերափոխվեց, ինչ որ մեկ այլ լուր դառավ։ Ինչ էր դա։ Նախ եւ առաջ ասեմ, որ անցյալ տարվանից Էլինա Ավանեսյանը ներկայացնում է Հայաստանը պրոֆեսիոնալ մակարդակում WTA մակարդակում Հայաստանի դրոշից է խաղում, դա կարելի ասել ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի, ուզում ենք շնորհակալություն նաև հայտնենք Կերոն մեր գործընկեր Կերոն զարգացման հիմնադրամին, որ համատեղ մեր ջանքերով մենք կարողացանք դա անել եւ թույլ տալ, որ նման մարզիկ ինչ որ ներկայացնի այլ երկիր, բարձ ասեմ, որտեվ առաջարկություններ շատ ա եղել այլ երկրների ֆեդերացիաներից, հաշվի առնելով Ռուսաստանի այդ սահմանափակումները այն։ Այո, բայց Էլինա Ավանեսյանը շատ հայրենասեր գտնվեց, ինքը եւ իր ընտանիքը, որ համաձայնվեցին ստանալ հայկական անձնագիր եւ արդեն հանդես գալ Հայաստանի դրոշներկում։ Դա շատ մեծ ձեռքբերումներ եւ Էլինան հենց հայկական անձնագրի ձեռբանով ներկո ինքը հասավ 38-րդ համարն է եղել վարկանիշային ընդհանուր համաշխարհային աղյուսակում, այո, top 40-ն է եղել, որը շատ մեծ ձեռքբերում էր մեր համար, Հայաստանի փոքր ասած թենիսային երկրի համար ունենալ նման ինչ որ մեծություն, բարձ ասեմ թենիսի մեջ։ Այո, այս վերջերս նա ունեցել է խնդիրներ առողջության հետ կապված, ունեցել է վնասվածքներ, որի պատճառով նա բաց է թողել եւ առաջի շրջանում ինչ որ պարտվել է Grand Slam-ներում, բարձա հետի բերեց դրան, որ իր վարկանիշը իջավ մոտ 100-710, բայց նորից եմ ասում, դա ժամանակավոր երևույթ է, մենք մեծ հույսեր ենք կապում Էլինայի հետ, որ նա կվերականգնվի իհարկե վնասվածքներից եւ կշարունակի իր պրոֆեսիոնալ կարիերը եւ մեզ կուրախացնի իր լավ արդյունքներով։ Այո, իր հարթակներում ինքը նշել էր, որ սոցհարթակում ինքը նշել էր, որ ինքը ժամանակավոր մի քանի մրցաշարի բաց կթողնի, որտեղ ինքը հիմա անցնում է ռեաբիլիտացիա, բուժում, ասենց ասեմ, վնասվածքների բանի պատճառով, բայց սխալ են հասկացել, երևի ինչ որ որտեղ ինքը դա նշել էր անգլերենով իր սոցհարթակներում, երևի թարգմանության ինչ որ խնդիր կամ ինչ որ այլ ձևով նշել են, որ ինքը ոնց որ դադար է տոնում իր պրոֆեսիոնալ կարիերը, որը դա իրականության չէր համապատասխանում, բարձ ասեմ, չի ավարտում մարդը իր պրոֆեսիոնալ կարիերան, չի ավարտում։ Նա չի ավարտում, Էլինան շարունակելու է իր պայքարը միջև վերջ եւ Հայաստանի թենիսի ֆեդերացիան եւ Կերոն զարգացման հիմնադրամը եւ մենք բոլորս իր կողքին ենք միջև վերջ։ Այլ անուններ ում կնշեք, մենք իհարկե հպարտանում ենք Կարեն Խաչանովով, մենք գիտենք Կարենը բարբերաբար նշում է իր ազգությունը, բայց հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, հանդես էր գալիս, հիմա դե միջազգային ասպարեզում Ռուսաստանի դրոշը կարծես չի ծածանվում խոշոր մրցաշարերում, դե չխորանանք այդ խնդիրների մեջ, սահմանափակումներ կան նաև սպորտում։ Ձեզ հաջողվեց Էլինա Ավանեսյանին տեղափոխել եւ Էլինան այժմ ներկայացնում է Հայաստանի դրոշը, Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում։ Մենք դարձյալ շարունակում ենք նայել մեր ազգակիցներին, ովքեր որ հանդես են գալիս կամ ովքեր որ թենիսի կարիերան սկսում են այլ երկրներում, թե նաև իհարկե առաջին հերթին նայում ենք այն պատանիներին, երիտասարդներին, ովքեր որ այստեղ են աճում։ Մենք նայում ենք առաջի հերթին մեր հայ մարզիկներին, ովքեր ներկայացնում են Հայաստանը, բայց ինչու՞ չէ, մենք նաև հետևում ենք
այլ մարզիկներին, ովքեր ունեն հայկական արմատներ, հա, եւ դրսերում խաղում են եւ ինչու՞ չէ, եւ մենք հետեւում ենք եւ տեսնում ենք, եթե տեսնենք, որ կգա պահը, որ մարզիկը կարող է ներկայացնել Հայաստանը, մենք շատ ուրախ կլինենք այդ մարզիկին հրավիրենք եւ որ Հայաստանը ներկայացնի։ Հավաքականներին էլ անդրադառնանք, որ մեր հավաքականները հանդես են գալիս, թե տղամարդկանց հավաքականը, թե կանանց հավաքականը, պրոֆեսիոնալ մակարդակում հանդես են գալիս խոշոր մրցաշարերի։ Դեվիսի գավաթին մասնակցություն կա, թե չէ։ Իհարկե մենք ամեն տարի մասնակցում ենք եւ Դեյվիսի գավաթի, դա տղամարդկանց աշխարհի գավաթի մրցաշարին է թիմային եւ կանանց, որը կոչվում է Billie Jean King Cup, նախկինում կոչվում էր Fed Cup, անվանը փոխություն է եղել։ Billie Jean King-ը ինքը խաղացող է եղել եւ որպես լեգենդ ITF-ը համագործակցելով իր հետ փոխեց անվանումը իր անունով։ Այո, մենք ամեն տարի գործողում ենք թիմ աշխարհի թիմային առաջնությանը եւ Դեվիսով, եւ տղամարդկանցով, եւ կանանց։ Յուրաքանչյուր տարի նոր հավաքական է կազմավորվում, թե փոփոխություններ լինում են կազմում, թե այդպես հավաքականը այն կազմով որ կա այս տարի, ենթադրենք հաջորդ տարի էլ այդպես կներկայացնի։ Ոչ, մենք ամեն տարի վերանայում ենք հավաքականի կազմը եւ տղամարդկանց եւ կանանց։ Դուք նշեցիք, որ մեր զրույցի սկզբնամասում, որ նաև պատանների եւ երիտասարդների հավաքականներ են կազմվել, որոնք ձեր միջոցով, ֆեդերացիայի միջոցով նաև մասնակցություն են ունենում արտերկրում մրցաշարի։ Այնտեղ ինչ արդյունքներ են լինում եւ դա ինչ է տալիս մեր պատաններին եւ երիտասարդներին։ Ամենակարևորը դա տալիս է փորձ մեր մարզիկներին, որտեվ մարզիկը մասնակցելով տարբեր մրցաշարերում ինքը ձեռք է բերում փորձ, իր սխալները տեսնում է եւ սկսում է ուղղել իր սխալները եւ ինչու՞ չէ սովորել սապերնիկի, ասենք ուժեղ կողմերը տեսնելով ինքը սկսում է սովորել, սա ոնց որ ասենք սովորելու process-ն է, բարձ ասեմ։ Բայց մեր հայաստանյան մրցաշարերում այդ նույն պատանները եւ երիտասարդները մասնակցում են տարբեր մրցաշարերի, չէ՞։ Այո, просто եթե մենք խոսում ենք Եվրոպայի առաջնության մասին, անհատական առաջնություն, մենք նկատի ունենք, որ ամեն եվրոպական երկիրը ներկայացնում է իր լավագույն կազմը եւ ժերեբիովկով, չգիտես, ասենք մեր մարզիկները ում վրա կընկնեն, կարող են Իսպանիայի, ասենք հավաքականի լավագույն top 2-ի, բարձ ասեմ, որտեղ երկու տղա, երկու աղջիկ են գործողում անհատական առաջնությանը եւ ոնց բախտը բերի, sense ասեմ, ժերեբիովկեն sense է հիմնականում լինում, այնտեղ կա սեիներ, ովքեր ռեյտինգով ընդգրկվում են, հետո մնացածը արդեն ոնց որ կոմպյուտերնի բաներով արվում է։ Լավագույն արդյունքը ո՞րն է եղել, դուք կհիշեք այդպիսի անհատական առաջնությանը մենք ունեցել ենք մարզիկներ, ովքեր ինչ որ անցել են երկու շրջան, sense ասեմ, երրորդ շրջանում պարտվել են, ունեցել ենք sense բաներ, մենք խոսում ենք անհատական առաջնության մասին, որը շատ ուժեղ կոնտինգենտ է մասնակցում, բայց թիմային առաջնությունը եղել է, որ մենք դաժե ասենք հաղթել ենք այլ երկրների թիմերին։ Նման թիմային մրցում միջև 14 տարեկան մենք մի քանի տարի առաջ անցկացրել ենք Հայաստանում առաջի անգամ պատմության մեջ, դա եղել է որակավորման փուլը, qualifying drone է եղել, բայց ինչու՞ չէ մեր օրինակ հավաքականը լավ է հանդես եկել եւ հաղթել է Սլովակիայի հավաքականին։ Տղերքի մասն է խոսքը, միջև 14 տարեկան։ Սլովակիան բավական զարգացած թենիսում է, այո, անհատականություններ կան, որոնք top 100-ի մեջ են մտնում։ Մենք պատանյական թենիսի մասն ենք խոսում, բայց նորից եմ ասում, հա, ունեցել են ունեն լավ թիմեր, լավ թիմի անդամներ, երեխեք ունեն, բայց նորից եմ ասում, մեր երեխաները կարողացան, մեր մարզիկները կարողացան հաղթել Սլովակիայի հավաքականին, եղել է Երևանում հենց այդ մրցաշարը, թիմային առաջնությունը, որը մենք անցկացրել ենք Պարզակա ԳՄՍ-ի հովանավոր ներկո, դուք ԿԳՄՍ-ն աջակցել էր ֆեդերացիային, շատ շնորհակալ ենք դրա համար, բարձ ասեմ, մեր նախարարությանը, բայց մեր մոտակա ծրագրերում նորից կա նման ինչ-որ ծրագրեր, որ մենք ուզում ենք նման առաջնությունները ավելի հաճախ բերենք Հայաստան, անցկացնենք, որը իհարկե կնպաստի թենիսի զարգացմանը եւ հանրայնացմանը առաջին հերթին, այո, եւ նման մրցաշարերը բերում է մեզի եւ պարկուպատիվ եւ ինչու՞ չէ մեր մարզիկներին մեծ փորձ է լինում, որ մեր մարզիկները կարողանան լավ հանդես գան հենց մեր Հայաստանում, Հայաստանի մեջ, ոչ միայն դրսերում, որը շատ կարեւոր է մեր համար
եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Գևորգ, ամփոփելով արդեն մեր զրույցը, ես որքան հասկանում եմ, տարին արդեն դեպի աշուն է գնում, մրցաշարերի քանակությունը դուք ինձ ուղեք, պակասում է այս պարագայում, թե ոչ։ Ոչ, մրցաշարերի քանակը նույնն է մնացել, եւ ինչու՞ չէ, մենք ցանկանում ենք արդեն մտնում ենք փակ դահլիճներ, նկատի ունեմ, եղանակով պայմանավորված։ Եթե եղանակը, այո, մենք նաեւ ես ինչի համար ասեմ, որ շատ մեծ ձեռբերում էր, որ Ծաղկաձորի գլխավոր մարզահամարիրում կառուցվեց փակ կորտերը, հարթ կորտերը, 4 հատ փակ կորտ կա եւ դա բերում է մեզ հնարավորություն ֆեդերացիայի, որ մենք ձմեռվա պերիոդում, ասենք, անցկացնենք միջազգային մրցաշարեր, որը նախկին տարիներում մենք չենք ունեցել նման հնարավորություն, որտեղ միջազգային մրցաշար անցկացնելու համար հարկավոր է մինիմում 4 կորտ։ Մինիմում 4 կորտ։ Իսկ մենք Երևանում չունենք sense դահլիճներ, որ այլին ունենա, ինչ որ մի վայրում ունենա այդքան կորտեր, փակ կորտերի մասին է խոսքը գնում։ Եվ մի բան էլ կցանկանամ ավելացնել, որ մենք նաև ծրագրեր ունենք, մենք հիմա ներկայապային ստեղծվում է սպորտային զարգացման եւ կառավարման բաժին, մարզիչների վերապատրաստման եւ ասենք մեր մարզիկների հավաքականների ձևավորման բաժին այստեղ ստեղծվում Վարդան Զաքարյանի գլխավորությամբ եւ որը իհարկե կնպաստի որպես որակը, մարզչական որակը եւ մեր երեխաների խաղային որակը բարձրացնելու համար։ Շնորհակալ եմ Գևորգ, եւս մեկ անգամ նշեմ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար մեր ռադիո ունկնդրին եւ իհարկե ակնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հյուրս էր Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր։ Այս զրույցի տեսագրությունը հարգելի ունկնդիրներ դուք կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast